Բարև սիրելիներ, այսօրվա մեր նյութը զրույցի մասին է, որ կնշանակե երկխոսություն, այսինքն երկու անձերու միջև եղած մտերմիկ խոսակցություն։ Իսկ որու հետ զրուցելու մասին է մեր նյութը, վստահաբար գիտակցեն, զրույց Աստծո հետ կամ աղոթք։ Այս վերնակիրը ներշնչված եմ Սուրբ Իսահակ Ասորիի աղոթքեն, որ այս վերնակիրով աղոթքը ունի։ Ինչու այս վերնակիրը նկատի արի եւ ոչ բարձավես աղոթք։ Որովհետեւ երբ աղոթք գսենք, շատերու մտքի մեջ այն դպավորությունը գլա, որ աղոթքի բահը պաշտոնական արարողության բահմն է, եւ Աստված բարձր թիրքիմը վրա նստած մեզ գունգընտրե։ Լավ, եթե այդպես չէ աղոթքը, հաբա ինչ է։ Ինչ է աղոթքը։ Աղոթքը զրույց է Աստծո հետ։ Այսինքն, ինչպես վերըսի, մտերմիկ խոսակցության բահմն է մեր արարիչին եւ թագավորին հետ։ Աղոթքի բահը պետք չէ պաշտոնական լա։ Պետք է ամենայն բարձությամբ Տիրոջ հայտնենք մեր սրտին եւ մտքին մեջ եղածը։ Ըլլան անոնք մեղքեր, խոստովանություններ, գոհություններ, խնդրանքներ եւ այլն։ Այլ խոսքով, մանուկներու պես աղոթենք, ինչպես մաքսավորը ըրավ իր բարձ բարերով եւ արդարացած իր դունը գնաց, ինչպես սկսե Հիսուս։ Այո, անշուշտ որ եկեղեցիի մեջ պաշտոնական կլան արարողությունները, բայց երբ մենք մեր մտքով եւ հոգիով մասնագից կդառնանք այդ արարողությանց, այլևս մեզի համար պաշտոնական ըլլալը կդադրին եւ մենք այդ բահուն Աստծո հետ զրույց ունենալու կսկսենք եւ նաեւ գվերանանք հոգիով։ Սուրբ Եվակրիոս Բոնդացին գսե. աղոթքը մտքի խոսքերն են առաստված։ Այսինքն սիրելիներ, մեր միտքը ինչ բանով որ լեցուցած ենք, այդ բաները դուրս պիտի գան աղոթքի կամ Տիրոջ հետ զրուցելու ժամանակ։ Ճիշտ ինչպես կպատահի, երբ բարեկամներու հետ զրույց կունենանք, մեր մտքին եւ սրտի մեջ եղածն է որ դուրս կհանենք։ Այդպես է, չէ՞։ Ինչու աղոթել կամ ինչու զրույց ունենալ Տիրոջ հետ։ Ինչպես որ մարմինը սնունդի պետք ունի գոյատևելու համար, նույնպես էլ հոգին սնունդի պետք ունի գոյատևելու համար, եւ ինչպես որ մարմինը լավ եւ առողջապահական ուտելիքներու պետք ունի առողջ մնալու համար, նույնպես էլ հոգին լավ եւ ճիշտ ձևով աղոթքներու կամ զրույցներու պետք ունի առողջ ըլլալու համար, եւ այդ հոգեվոր սնունդը ստանալու համար մենք պետք ունենք Աստուծո հետ մտերիմ եւ խորունկ հարաբերություններու, որբեսի ինք մեզ լսե եւ մենք ալ մեր գարկին զինք լսելով եւ իր հոգիով լեցվելով զորանանք ու գարենանք հոգևոր կյանք ապրիլ իր կամքին համաձայն։ Այլ խոսքով, աղոթքը սիրելիներ հոգիին շունչ տվող թթվածինն է, առանց որուն մեր հոգին կմեռնի, ինչպես որ մարմինը կմեռնի առանց նյութական թթվածինի։ Ուրեմն աղոթքի բահուն մեր մեղքերը խոստովանելով գարդաշնչենք եւ Սուրբ Հոգիով լեցվելով գներշնչենք թթվածին եւ գարդաշնչենք ածխաթթու, այն ամեն աղդոտ գազերը, որոնք մեր մեջ կգտնվին։ Ինչպես որ գարկմը սուրբեր թելադրած են Հիսուսի աղոթքը աղոթած ադեն այդ ձևը որդեգրել։ Այսինքն, այսպես, Դեր Հիսուս Քրիստոս որդի գենթանի Աստուծո ըսած ադեն ներշնչել,
ողորմե ինձի մեղավորիս ըսած ադեն արդաշնչել։ Ինչպես է այս մեկը Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքն է, որ շատ սուրբեր գթելաթրեն անդադար աղոթել այս աղոթքը։ Հետևաբար սիրելիներ, աղոթքը կամ Աստծո հետ զրույցը թթվածինի չափ անհրաժեշտ է հավատացյալին համար, որբեսի մեր մեջի աղդերը արդաշնչելով Տիրոջ ներկայությունը ներշնչենք եւ սկսենք քայլ առ քայլ իրեն նմանել։ Ամեն։ Ինչպես աղոթել կամ ինչ թիրքով աղոթել։ Ամեն բանի առաջ պայման է, որ անգերց հավատքով աղոթենք եւ ոչ թե որպես բարդականություն։ Դերը այդ կսպասե մեզ։ Ինչպես որ երբ զրուցակիցդ, որու հետ ժամանակ կանցնես, չես ուզեր, որ գեղձավոր անցմը ըլլա, հաբա գուզես անգեղձությամբ մտերմիկ բահեր անցնել զրուցակիցիդ հետ։ Աստված ալ չախորժիր գեղձ զրուցակիցները, հաբա գուզե, որ անգեղձ ըլլանք եւ հոգիով ու ճշմարտությամբ զայն բաշտենք, աղոթենք եւ իր հետ զրուցենք, ինչպես Հիսուս սկսեց Սամարացի գնոջ Հովանու ավետարանին 4-րդ գլխուն 23 եւ 24 համարներում մեջ։ Եվ ինչպես գիտենք, Սամարացի գիննալ անգերց անցմներ, անոր համար Հիսուս հաջույքով եւ ախորժելով խոսեցավ իր հետ։ Դարձյալ առաջին Թեսաղոնիկեցիս 5:19-ին մեջ Պողոս առաքյալ գսե Սուրբ Հոգին գրագը մի մարեք ձեր մեջ։ Ուրեմն ինչպես կտեսնենք Սուրբ Հոգին գրագով աղոթելը անհրաժեշտ եւ կարեւոր է Տիրոջ հետ զրուցելու կամ աղոթելու ժամանակ։ Քալով աղոթելու թիրքին, այսինքն որ մեկն է ճիշտը, ոտքի, նստած, ձունգի եւ այլն։ Անշուշտ ամենին կարևորը մեր սրտի մեջ եղած հավատն ու երկյուղածությունն են Տիրոջ հանդեպ։ Որմե ետք թիրքը անշուշտ կարևոր է եւ որքան հարգալից կենանք Աստծո առջև, այնքան լավ է վստահաբար։ Բայց եթե մեկը հարցնե, արդյոք բարգած չեմ գրնար աղոթել, անշուշտ կրնաս, ինչ թիրքի մեջ ալելլաս կրնաս աղոթել։ Եթե այդպես չլար, Պողոս առաքյալ պիտի չսեր անդադար աղոթեցեք, այդ Թեսաղոնիկեցիս 5:17, որում մեջ կընդգրկվին բոլոր թիրքերը։ Սուրբերեն մեկուն հարցուցերեն մեղք չունի նստած կամ երգնցած աղոթելը եւ Սուրբը պատասխանած է։ Նույնիսկ եթե ոտքերդ վեր եւ գլուխդ վար գախված աղոթես գլա։ Շատեր իրենց դգարության պատճառով բարգած վիճակով աղոթելով ոտքի գեցած չարին բանակներուն հաղթեցին։ Ուրեմն սիրելիներ, թիրքը պատճառ թող չլա չաղոթելու կամ Աստծո հետ զրուցելու։ Եթե այդպես լար, Պողոս առաքյալ չէր թիլաթրեր անդադար աղոթելը։ Երբ աղոթել, անդադար աղոթեցեք, ինչպես ասինք գսե Պողոս առաքյալ, այսինքն Աստծո խոսքը Պողոս առաքյալին ընդմեջեն։ Ինչպես կարելի է անդադար աղոթել, ով լսած է կամ կարդացած ռուս ուխտավորին պատմությունը, որ իրական կյանքի առնված է անշուշտ։ Անհայտ է ով է անձը, բայց գսվի, որ շատ հավանաբար Հունաստանի Աթոս լերան սուրբերեն եղած ըլլալու է, որ քաղաք շրջելով եւ ջամփուն ընթացքին շատ անձերու եւ եկեղեցականներու հանդիպելով այս հարցումին պատասխանը կփնտրի եւ ովևէ մեկը չի գնար համոզիչ պատասխան մտալ։ Վերջավորության կհանդիպի մեկումը, որ կբացատրե իրեն, թե այդ աղոթքը եկեղեցու հայրերուն եւ սուրբերուն սորվեցուցած աղոթքն է, որ գսե Տեր Հիսուս Քրիստոս
ողորմե ինձի գամ Դեր Հիսուս Քրիստոս որդի գենթանի Աստուծո ողորմե ինձի մեղավորիս։ Այս աղոթքին համար գսվի, որ անդադար գրկնելով հոգիին մեջ մեծ փոփոխություն կբերե, որովհետև Հիսուսի անունը անընդհատ կգրկնվի եւ ինչպես գիտենք, Հիսուսի անվան մեջ զորություն կա։ Հետևաբար զարմանալի չէ, որ այդպես ըլլա։ Նաև անոնք, որոնք այս աղոթքը անընդհատ գրկնած են, ժամանակի ընթացքին այլևս չանքի պետք չեն ունեցած, հաբամ իրենց միտքը սկսած է անդադար աղոթել, նույնիսկ քնացած պահուն, եւ այդպիսով անդադար աղոթելու բատվիրանը կործածրած են։ Այո, ամեն վարյան աղոթե, միտքդ մեղք մե եկավ, շատ արագ զղջա այդ մեղքին համար, անցմի եկավ, նույն ադեն աղոթե անոր համար, փառք տալու փափակ եկավ, փառք տուր Աստուծո եւ այլն։ Մի սպասեր, որ աղոթքի ժամդ կամ մենիկ բահի ժամդ կա եւ այն ադեն աղոթես, թեև այն ալ կարևոր է։ Որքան աղոթել ժամով, այսինքն քանի ժամ կամ քանի վայրկյան աղոթել։ Ինչպես տեսանք, աղոթքը ժամ չունի, անդադար աղոթեցեք, այսինքն 24 ժամ 7 օրի վրա։ Բայց անշուշտ այս չի նշանակեր, որ հատուկ բահեր պիտի չդրամատրենք աղոթքի։ Հիսուս ինքը կսե Մատթեոս 6:6-ին մեջ. Որովհետև Աստծո հետ զրույցը հանդարտության եւ լրության մեջ կլա, ինչպես կսե Հիսուս ներքին սենյակ քաշվելու մասին։ Այս մեկը մարմնավոր սենյակի մասին է, իսկ Սուրբ Գրիգոր Պալամասը բացատրե, որ հոգիին սենյակը մարմինն է, իսկ թուրերը մեր 5 ըսկայարանները։ Երբ աղոթել ուզենք, պետք է 5 ըսկայարանները լավ կոծված լան, որբեսի հոսոն չտապարին, այլ միան Աստուծո եւ հոգևորի վրա գետրոնանանք։ Որոնք են 5 ըսկայարանները՝ շնչառություն, հոդարություն, լսողություն, համտեսելիք, շոշափելիք եւ տեսանելիք։ Եվ երբ այս բոլորը գնենք, գկոցենք մեր աղոթքի ժամանակ այս դռները, արդեն Տիրոջ հետ ըլլալու քաղցրությունը մեզ էսկալ չի դար ոչ ժամը եւ ոչ ալ շուրջի անցուդարձերը, ինչպես կսեն սուրբերը։ Ուրեմն աղոթքի ժամը մեր աղոթելու դրամատրութեն են եւ Աստուծո ներկայությունը վայելելու պապակեն գախյալ է։ Եվ եկեք միասին նայենք, որ ինչ է աղոթքին արդյունքը։ Մատթեոս 18:19-20 Աղոթքին արդյունքը այն գլա, որ Տիրոջ ներկայությունը գսկանք մեր աղոթքի բահուն եւ կյանքի մեջ ընդհանրապես։ Իսկ Տիրոջ ներկայության արդյունքը այն գլա, որ մեր կյանքերը կսկսին փոխվել օրըստօրե։ Աշխարհիկ երևույթներեն կսկսենք ճախորժիլ, առաքինություններ կսկսին երևիլ մեր կյանքի մեջ, ինչպես օրինակ ծառայասիրություն, բարեգործություն, խաղաղասիրություն եւ ինչ որ բարի է։ Գիրքերը, ինչպես փարգություն, նախանց, ադելություն եւ այլն, կսկսին բացիլ եւ ասոնց դեր գուքան գրավելու առաքինությունները։ Անշուշտ խոսքս անգերց աղոթքին եւ աղոթողին մասին է։ Թեև շատ անգամ Աստված մեր դգարություններն ալ գանդեսե եւ իր շնորհները կբարգեւե, բայց եւ այնպես աղոթքը եւ Աստուծո հետ մտերիմ զրույցը անհրաժեշտ է մեր կյանքերում փոփոխության համար։ Բայց արդյոք միան հոգևոր կյանքին գոքն է աղոթքը։ Վստահաբար ոչ։ Աստված մեր մարմնով եւ նյութականով ալ հետաքրքրված է, որովհետեւ իր ստեղծագործությունն ենք եւ երբ գաղոթենք, մանավանդ երբ անդադար գաղոթենք, առաքյալին բադվերին համաձայն, մեր կյանքի մեջ
հրաշքներ դեղի կունենան։ Շատ անկարելի թված բաներ կարելի կդառնան եւ բոլորս ալ ասոնց վգան եղած ենք վստահաբար։ Ուրեմն եկեք ստերելներ, ինչպես Պետրոս Արաքյալ գսե առաջին Պետրոս 5:8 մեջ արթուն եւ պատրաստ եղեք, որովհետեւ ձեր թշնամին սատանան արյուծի պես մրնչելով գշրջի եւ գլելու համար մեկը կփնտրե։ Եկեք անդադար աղոթելով արթուն եւ պատրաստ ըլլանք եւ թույլ չտանք, որ մենք ըլլանք այդ գլլվելիք անձը ճարին կողմե, որբեսի Աստված ալ փառավորվի մեր կյանքերով։ Ամեն։